Հայաստանին պետք է ոչ թե ժամանակավոր, այլ երկարատև եւ արժանապատիվ խաղաղություն, իսկ դա հնարավոր է ուժեղ ղեկավարի դեպքում։ Կենտրոն հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում ասել է Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Նրա խոսքով այսօր կա իրողությունները փոխելու պատմական հնարավորություն։ Ուժեղ Հայաստանը Սամվել Կարապետյանի գլխավորությամբ առաջարկում է ուժեղ եւ անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը։ Եթե մենք չունենք երաշխավոր այս process-ներին, ինչպես ենք մենք զսպելու Ադրբեջանի ավելի ինքնավստահ, օր-օրի ավելի ինքնավստահ դառնող նախագահի նկրտումները։ Այդ թուղթը չի արժանալ ոչ մի բան, եթե չկա երաշխավոր մեկից ավելի։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը օրեր առաջ ներկայացրեց Հայաստանի անվտանգության նոր հայեցակարգը, հիմնված 6 առանցքային ուղղությունների վրա՝ ուժեղ դիվանագիտություն, ժամանակակից եւ մարտունակ բանակ, պաշտպանված երկինք, խելացի սահմաններ, արժանապատիվ զինծառայություն եւ զարգացած տեղական ռազմաարդյունաբերություն։ Առաջարկի մեջ կա հայկական բանակը 5 տարվա ընթացքում զինել 10,000 նոր դրոններով։ Սամվել Կարապետյանի ղեկավարած քաղաքական ուժի պարագայում, որտեղ բոլոր ոլորտներում սահմանված է բարձր նշաձող, միանգամայն ակնկալելի էր, որ անվտանգության ոլորտում եւս ներգրաված են լինելու անվտանգության ոլորտի միջազգային փորձառու մասնագետներ, որոնց թվում են Իսրայելից օդային պաշտպանության հարցերով խորհրդատու Զվիկա Խայմովիչը եւ Հունաստանից հատուկ նշանակության ստորաբաժանումների պատրաստման մասնագետ Էվտիմիս Տուրտիդիսը։ Իսկ ինչու հենց Իսրայելից, թերևս ամենակննարկվող հարցն է։ Եկեք ընտրենք, թե որ երկրից պետք է գար։ Շվեյցարիայից, պարոն Մելքոմյան, Շվեյցարիայից կարող ենք բերել մարդ։ Շվեյցարիայի հակաօդային պաշտպանությունը ինչ որ գործ արել է վերջ 200 տարում։ Եթե մենք չենք բերում աշխարհի լավագույն մասնագետներին, որ պաշտպանի մեր տղաներին, մեր զինվորների կյանքը, դու պատկերացնում ես, մենք խրամատում ենք, մեր գլխի վրա բայրակտար է, այդ ժամանակ կմտածենք, ասենք Իսրայելից է, թե Սլովենիայից է։ Չկա աշխարհում ավելի էֆեկտիվ համակարգ, քան իրենք են կառուցել։ Անվտանգային ծրագրի կետերից է նաև տեղական ռազմական արդյունաբերությունը։ Մենք եթե զարգացնում ենք ռազմական արդյունաբերություն, դա ստեղծում է աշխատատեղեր, ստեղծում է հարկեր երկրում, ստեղծում է տեխնիկական բազա։ Հաղորդման ընթացքում անդրադարձ է եղել նաև կուսակցության առաջարկած տնտեսական ծրագրին։ Նարեկ Կարապետյանի խոսքով մեր երկրում արտադրությունը պաշտպանված ու երաշխավորված չէ։ Այսօրվա կառավարությունը բացի այն, որ չի աջակցում, մի բան էլ խանգարում է։ Պետությունը հավաքում է այսօր հարկեր եւ տալիս է սուբսիդիաներ ինչ որ բանկերի տոկոսների համար։ Դա պետական քաղաքականություն չի։ Արտադրությունները Հայաստանում պաշտպանված չի, արտադրողի ապրանքը պաշտպանված չի։ Հաղորդավարի դիտարկմանը, թե Հայաստանի ներդրումային միջավայրը հասել է անհեթեթ մակարդակի եւ ինչու Հայաստանը պղնձամոլիբդենի ոլորտում ունենալով ներդրումների լայն հնարավորություն, դեռևս միայն պղնձի խտանյութն է արտահանում, հարցին Նարեկ Կարապետյանը պատասխանել է. Հայաստանի այսօրվա իշխանության պարագայում որևէ լուրջ ներդրող չի գա։ Ներդրումը այդտեղ հարյուրավոր միլիոններ է։ Ով ներդրում կանի Հայաստանում հարյուրավոր միլիոններ, հաշվի առնելով Հեցի օրինակը, Հայ Փոստի օրինակը, Նիկոլ Փաշինյանի կառավարության ժամանակ։ Նարեկ Կարապետյանի խոսքով ուժեղ Հայաստանի ամբիցիան հարուստ, ուժեղ, անվտանգ եւ խաղաղ երկիր ունենալն է։ Մեր ամբիցիան հարուստ երկիր ունենալն է, լավ ապրող մարդկանց երկիր ունենալն է։ Մեր հայրենակիցները թող կասկած չունենան, որ 3 միլիոն բնակությամբ մեր հայրենիքը լավ ապրելու։ Ուղղակի պետքա տնտեսական ղեկավարներ երկրին։